Դիմում եմ խորհրդարան անցած ընդդիմության թեկնածուներին, падգամավորի թեկնածուներին, հարգելի ընդդիմություն, շատ մի հատ կարևոր խոսք, դուք ուզում եք, չէ՞ մենք ունենանք միասնական Հայաստան, ուժեղ Հայաստան, հզոր Հայաստան, կապ չունի, բարգավաճած, ծաղկած, ծլած, ու սիրում եք բոլորիս, չէ՞, անկախ մեր քաղաքական տեսակետներից։ Ես չեմ մտածում, որ դուք եք ասեն ինչ-որ մեկին, որ կոչեր անեն, որ արդիշոպից չօգտվեք, մերժում ենք արդիշոպին։ Ես մտածում եմ, որ չեն կարա ընդդիմության առաջնորդները նման կերպ իրենց փորձեն պահեն, քանի որ ամեն մեկը թե կայացած մարդիկ եք ձեր տեսակետներով։ Ես տենց եմ մտածում։ Եկեք ուրեմն մեր համերաշխությունը համընդհանուր սենց այս ձև կազմակերպենք։ Ձեր համար լուք եմ բերել, նայեք։ Արդիշոպում այսպես խալադոկի գժական կոմպլեկտ բարև ձեզ, սենց մայկա, սենց շալվար, սենց կեդեր, թեթև, մեր Էդոյի հակն է հիմա, մի հատ պատվես նայենք ախպերս։ Ճիշտ է, խորհրդարանում սրանով չեք նստելու, բայց խորհրդարանից դուրս առօրյայում կարակ հակնեք։ Ես գիտեմ, քանի որ բոլորդ էլ շատ մեծ հնարավորությունների տեր մարդիկ եք, բայց այդ ձև չեք նայում մարդկանց, այսինքն էսի որ $800,000 մայկա չի, ոչինչ, դուք էլի կարակ հակնեք, ձեր համար հատուկ զեղչերել կգործի, կլինի քայլ ձեր կողմից, որ ցույց կտաք մարդկանց, որ դուք իրապես սիրում եք մեր երկիրը ու դեմ եք այն կոչերին, որը որ արվում է մյուս քաղաքական ուժին սատարող մարդկանց։ Եկեք ապրենք բոլորս խաղաղ երկնքի տակ, բոլորից սեր ու հարգանք, բայց բոլորից պիտի առաջնորդի մեր մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, հարգում ենք ձեզ։ Ես մի լուքն էլ ընդդիմության թեկնածուների համար։ Այո, համեցեք հարգելի падգամավորներ, գալիս եք մեր մոտ 100-109 տաղավար, մեկ էլ Ագաթանկեղուսի 7, աբրես, աղբերս։ Սիրով սպասում ենք ձեզ։ Արագ մի բան ասեմ, բա ուր եք, հա, ուր եք են մեծ խոսացողներդ, են, որ ասում էր կրելու ենք, որ ես վարչապետ եմ դառնալու, այդ մարդը ուր է, խիտ ձայնը դուրս չի գալիս ռոբոտային իրա ձայնը, բա կռելու ենքը ուրա, բա այն դաշնակցական աղջիկը ուրա, որ ասում էր այո միավորվելու ենք, բա ետ եք միավորվելու, չեք միավորվում, բա ուր եք, բա այն կոմենտչիները, այն որ որևիցե լեզվով նույնիսկ հայոյանքները չեն կարողանում գրագետ գրել, ռուսերեն տարերով, ռուսերեն են գրում, բայց ռուսերեն էլ չեն կարողանում գրագետ գրել, էլ հայերենի մասին չեմ խոսում, բա լրագրողները ուր են, Են որ ասում էի ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 2021 թվականին քմծի ծաղ էին տալիս։ Իրանց խմբագիրները ուր են։ Են ուր են մարդիկ, ովքեր ասում էին 4 օր բան ձեզ մնաց, որ Նիկոլին եւ ձեր թիմին հասարակությունները աջակցություն չունի։ Բա ուր եք։ Ձայները խի դուրս չի գալի։ Հա։ Լկտի մարդիկ էլի շատացել են, շատ ներվայնացած եմ այս տեսանյութը նկարանում, ինչ ա եղել, ինչ այս քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ, այն անդամը, որ ժողովուրդն է ընտրել մեր պարոն վարչապետին, ես իրանց կուսակցության անդամ եմ, նաև սատարող բլոգեր, հաճախում եմ այսօր Զանզիբար կաֆե, որը գտնվում է Սարյան փողոցում, դե բոլորդ գիտեք, ես հաճախ եմ գնացել այնտեղ, այսքան ժամանակ sense բան չեմ տեսել, բայց հիսվում եմ հիմա, որպես բլոգեր, թե որպես քաղաքացի, որպես վիրավորված անձնավորություն։ Ուրեմն ինչ ա եղել։ Հանրապետական թիմը, այնտեղ են շարված գնացել եմ ընկերոջս հետ, ասեցին գնանք սրճենք մի հատ կոֆե խմենք դուրս գանք։ Որպես լավ կաֆե, որպես չգիտեմ, վարկանշով կաֆե։ Մոտիկացավ մենեջերը, խնդիր չեմ տեսնում, սա զբաղված է, դե իրանք ինչպես միշտ փակել էին այն կողմը տարածքը եւ այն կողմը ուրիշ մարդիկ։ 2-3 սեղան ազատ էր, ասացի լավ, էսի ռեզերվայնի ռեզերվա ստեղ նստենք։ Մենեջերը ասաց համեցեք ստեղ նստենք, դից մեկը հանրապետական թմից, նաեւ իրանց գլխավորությամբ հետո եկավ Վանեցյանը, գեներալ Վանեցյանը, հենց այդ տեղը նստեց, որտեղ մենք պետք է նստենք, դից մեկը միջև Վանեցյանը գալը հելավ սենց անում։ Չեք կարող նստեք, կարող եմ 3 անգամ պետք կրկնեմ բան։ Չեք կարող նստեք, բա։ Ես դե sense նորմալ մոտեցումով ասի հարգելի, եթե չեմ կարող, խնդրում եմ այդ բարեհամբույր խես վրաս մունատ գալի էլի։ Ինչ ճանաչում ես ես ով եմ որի վրա մունատ ես գալի։ Խնդրում եմ այս ամեն ինչը մի հատ վերանայեք, նախ առաջին տնօրինությունն է սա դժվում, որովհետև տնօրինություն հարգելի Զանզիբար կաֆեին, այդ վերանայեք ձեր կաֆեն, հաճախորդը ինչ կապ ունի։ Բոլորը հավասար են ես։ Այսինքն օրենքը գործում է ինչ որ մի անձնավորության կամ մի քանի տասնյակ անձնավորությունների համար, չի գործում մնացածի համար։ Դա եք ուզում ցուցաբերեք, ցույց տաք, չգիտեմ, վարկանիշը ուղղակի 0 եմ գնահատում, առաջինը վերանայեք, էլի կկրկնեմ, ու նախ առաջին հարգելիս դու ով դարձալ, որ առաջին դու ինձ ասես ես այդտեղ նստեմ, չնստեմ, այն դեպքում եթե մենեջերը կամ ատուսուղը ասել է խնդիր չեմ տեսնում, նստեք, ու դա դրսի այդ մասին է, էլի որ դուրս են նստում են մարդիկ, սրճում են, հաց են ուտում, կասեմ որ ինչա մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ ենք, այսինքն այն որ նեգատիվը ցույց են տալ, էլի չեն կարող միած ներս տանք, դե սրտի թե միշտ կա խփած այն վրա, ասենց ամեն հագուստի վրա կա, ուղղակի խոսքեր չեմ գտնում,
վարկանիշը ԶԼ։ Իսկ այդ մնացած մարդիկ ես տեն չեմ թողի իմ հետ խոսալու համար անպայման կանադառնամ իրաց։ Կգտնեմ եւ կանադառնամ։ Նարեկ Կարենիչ նոր տեսավ, որ հայտարարում եք, որ ընտրությունների արդյունքները ուզում եք վիճարկեք։ Ուզում եք արդարացնեք, հա, ձեր մանդատ վերցնելը։ Իդեպ ասեմ, ընտրությունների արդյունքների վերաբերյալ կան զեկույցներ եւ բոլորը ճանաչել են մեր ընտրությունները, այդ թվում նաեւ Էսենգեն, իսկ նման խոսույթ օգտագործում եք դուք եւ ռուսական հեռուստաալիքները, ինչը իմ համար մեծ հաշվով նույն բանն է։ Իդեպ, որ որոշել եք դիմեք համադրական դատարան եւ իսկ կարողա դիմեք բաժանված փողերն էլ հետ պահանջեք։ Հա, մի բան էլ, այդ որ ասում եք Ալիևի թևեր եք ինչ որ գտել, ինչ որ հերթական ստերն եք խոսում, իսկ 300,000 ադրբեջանցիները գալու են։ Ինչ եղավ այդ 300,000 ադրբեջանցիների թեման։ Դուք այս թեմայի համար պատասխան եք տալու։ Այս ստի համար կալուգացի հոպարդ եւ դու եւ բոլոր են մարդիկ, ովքեր խոսել են սրա մասին, պատասխան են տալու։ Հենց որ բարի գալուստ ազգային ժողով։ Ես տենց է գիտեի, որ դուք մանդատները վերցնելու եք եւ ինչ եք ունենալու 10 օր հետո 29 մանդատ, ոչ մի ավել բան։ Ընտրությունների օրը որոշ քաղաքական ուժեր հիստերիա են բարձրացրել, թե վայ, եկեք, պրծեք, հասեք, տեսեք, ժամը 8-ը լրացել է, ընտրատեղամասերը փակվել են, իսկ որոշ ընտրատեղամասերում զինվորները դեռ քվեարկում են։ Հիստերիա են բարձրացրել ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը։ Հիմա երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել այդ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, այս նույն քաղաքական ուժերը, նույն Բարգավաճ Հայաստանը, նույն ուժեղ Հայաստանը հիստերիա են բարձրացրել, թե վայ, եկեք, պրծեք, հասեք, տեսեք, մեր ձայները գողացան։ Ժողովուրդ, մեկ կողմնորոշվեք։ Հիմա զինվորների քվեարկությանը դուք դեմ եք, թե կողմ, թե դաշնակ վիճակները, կողմ լինելով դեմ եք, կամ դեմ լինելով կողմ եք։ Այն մավան վաճառականներ, հիմա էլ նայում եք երկրում որտեղ զոհ կլինի, դժբախտ դեպք ու պատահար կլինի, որ դրա վրա փորձեք ձեր ձեռքերը տաքացնեք, քաղաքական աստարտակ, որ փորձեք քաղաքական դիվիդենդներ շահեք։ Հիմա էլ ակնհայտ կեղծիք եք տարածում, թե իբրև վթարի ենթարկված ոստիկանական ավտոբուսը ուղեկցում էր վարչապետին։ Վթարը տեղի է ունեցել առավոտյան 7:50-ի սահմաններում։ Բախվել են ոստիկանական ավտոբուսն ու քաղաքացիական Nissan Magnich-ի մեքենան։ Ըստ նախնական վարկածի Nissan Magnich-ի մեքենան երթևեկել է հանդիպակաց, ինչն էլ հանդիսացել է վթարի պատճառ։ Առավոտյան 7:50-ի սահմանում տեղի ունեցած վթարը ոչ մի կերպ կապ չունի վարչապետի հետ։ Այդ պահին վարչապետը գտնվել է Երևանում, հետևաբար այդ ոստիկանական ավտոբուսը չէր կարող ուղեկցել վարչապետին։ Իսկ վթարի վայրում վարչապետը եղել է մոտ 1 ժամ անց, երբ վթարի վայրում էին արդեն թե փրկարարծառայությունը եւ թե շտապօգնության մեքենաները։ Հետևաբար այս ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան քաղաքական էժան շահարկում։ Այո, երկրում կան մավան վաճառականներ, ովքեր նայում են, թե երկրում որտեղ զոհ, դժբախտ դեպք ու պատահար կլինի, որ այդ ամեն ինչին փորձեն քաղաքական աստարտ տան։ Մավան վաճառականներ։ Երեկո սիրելի ժողովուրդ։ Բարև։ Մենք գնում ենք միջև հաղթանակ։ Գնալու հաղթանակից զբոսայգի, Չերես Գյումրի, Տալուգը։ 1 րոպե չկասկածեք։ 1 րոպե։ Հենց 1 րոպե։ Okay։ Հենց 1 րոպե տանցավ կասկածելու եմ։ Փոխությունը գալիս է։ Ուրա փոփոխությունը գալիս է։ Ուրա փոփոխությունը։ Փոփոխություն, ուրա։ Ուրա փոփոխությունը։ Փոխությունը գալիս է։ Ուրա փոփոխությունը։ Ուրա փոփոխությունը։ Փոփոխություն։ Փոփոխությունը ուրա։ Փոխությունը գալիս է։ Այս իրեքշան փոփոխության եք սպասում, ելի վիճերի մեջ չկա։ Իսկ ուրա կորը։